Խնդրում եմ կորեկտ խոսեք, նա կորեկտ խոսեք, Տիկին Պոստանջան, ունեն հիմնավորում։ խնդրում եմ դուք կորեկտ արտահայտեք, միասնի գոռացեք ի վրա, մի հատ հանգստացեք։ Խնդրում եմ տեղի չարձագանքել, շարունակեք։ Կորեկտ խոսեք ու առանց վիրավորանքների, այլապես հակառակ պատասխան կստանաք, ես ձեր համար եմ ասում։ Շարունակեք ձեր, ուրեմն շարունակեք ձեր ելույթը առանց վիրավորանքների, շարունակեք։ Որ դուք լսեք տոնս իմ շատ ցածր է, միչև։ Դե շարունակեք ձեր։ Ժամանակը հետ կվերականգնեք։ Ուրեմն տեսեք, այս մարդիկ իրենց գաստրոլներով հանձնեցին Արցախը, հայաթափեցին Արցախը, հիմա այս գաստրոլորները ուղղակի մտել են, որովհետև անպատժելի են մնացել իջեք հիմա։ Այդ որ գոռում էր, բղավում էր այս գաստրոլորներից մեկը, իրենց որպես որոշ քրչակա, որ ասել բնդցում են, իրեն ինչ են անում, հիմա ելև ստեղ են բնդցում։ Ուրեմն, այս գաստրոլորները եկել են մտել են երևանցիների գրպանը տարբեր միջոցներով, գույքահարկի բարձրացում, հանրային տրանսպորտի գումարի բարձրացում, աղբահանության բարձրացում, այսինքն սրանք ուղղակի այդ կոռուպցիա, թալան եւ այլն իրականացնում է բացահայտ կերպով, բայց չեմ մնում մատышված, այսինքն պատիժը նրանց չի ասում, բայց հասնելու է։ Ուրեմն դուք եք ձեր թայփեքի մեջ ունեք երկու տիկին, մեկը ղեկավարում է արդարադատության նախարարությունը, Սրբույի է անունը, հաջորդն է քրեակատարողական ծառայություն է ղեկավարում, անունը Սովինար է։ Ուրեմն տիկիններ երկու, պատրաստեք այդ բանտերը, խցերը պատրաստեք, որովհետև շուտով այստեղի այս մասան, որ բերել է այս թալանն է կազմակերպում, տեղափոխվելու են այդտեղ։ Դուք ասեք չէ, ասեք ձեզ այո, որովհետև կյանքի փորձը ցույց է տալիս այս կոռումպացվածների, ովքեր որ ստանձնել են երիտասարդ դեմքերով այս ահավոր թալանը եւ կոնտրոլը, ամփոփ անցնելու է այս ավարտեք Տիկին Պոստանջան, ավարտեք։ Զուշացում եմ Սովինար եւ Սրբույի կազմակերպի այդ բարտախցերը շուտով Գյումրիից տեղափոխվելու է Երևան։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ խոստովանել, որ Տիկին Պոստանջան առանց ձեզ շատ տխուր էր, լավ է որ գալիս եք մասնակցում եք Արամ Խորոսյան։ Համար ասում եք շուշուտ եկեք մի քիչ ուրախանանք, որ հետո տխրելու ենք։